Աղքատ մտածողություն ունեցող մարդը դատում է այսպես. քանի որ ռեսուրսները աշխարհում սահմանափակ են, եթե ես վերցնեմ ինչ-որ մի ռեսուրս, ապա դրանով կպակասեցնեմ ուրիշի ռեսուրսը։ Այսպես աղքատ մարդիկ, երբ առաքինի են լինում, իրենք բավարարում են քչով, քանի որ չեն ուզում, որ ուրիշի բաժինը խլեն, իրենց թվում է, որ իրենք ուրիշի բաժինն են խլում։ Իսկ երբ աղքատ մարդիկ չար են եւ գրփող են, ապա իրենք սկսում են գողանալ, չգիտեմ, կաշառք վերցնել, թալանել, սպանել, հանցագործություն անել, որովհետեւ իրենց աղքատ աշխարհում շատ փող ունենալու միակ ձևը ուրիշի բաժինը խլելն է։ Հարուստ մարդիկ ապրում են առատության աշխարհում։ Ո՞րն է այդ աշխարհը։ Հարուստ մարդը մտածում է այսպես. եթե ես ուզում եմ շատ փող ունենալ, ես պետք է ոչ թե ուրիշի բաժինը վերցնեմ, այլ ռեսուրսները ավելացնեմ։ Եթե պատկերացնենք ռեսուրսները աշխարհում գոյություն ունեցող ողջ փողը, այսպես տորթի տեսքով, աղքատ մարդը մտածում է, որ ինքը վերցնելու է տորթի մի մասը, եւ ինչքան շատ վերցնի, այնքան մեկ ուրիշի տորթը պակասելու է, իսկ հարուստ մարդը մտածում է, որ այդ տորթը իրականում անընդհատ մեծանում է, եւ որպեսզի ինքը իր բաժինը վերցնի, պատկերացրեք ինքը իր բաժին տորթը վերցրեց, եւ ուզում է այդ բաժինը ավելի մեծ լինի, ինքը մեծացնում է տորթը։ Աղքատ մարդիկ, իրենք մտածում են, եթե մարդը հարուստ է, ուրեմն ուրիշից է գողացել, որովհետեւ իրենք այլ կերպ հարստանալու ձև չեն պատկերացնում։ Իրականությունը ճիշտ հակառակն է։ Աշխարհի ամենահարուստ մարդիկ այն մարդիկ են, որոնք ստեղծում են հարստություն, այսինքն աշխարհում արկա այդ հարստության տորթը անընդհատ մեծացնում են։ Եվ եթե պատկերացնեք այդ եռանկյունի տորթի այդ կտորը, ապա հարուստ մարդը իր ռեսուրսները, փողը ավելացնում է դեպի կողք, մեծացնելով տորթը եւ դրանով հանդերձ հարստանալով հարուստը հարստացնում է բազմաթիվ այլ մարդկանց։ Իսկ աղքատը կամ մնում է աղքատ, վերցնելով շատ փոքր տորթի չափաբաժին, կամ դեպի աճ եւ ձախ է փորձում հարստանալ, որովհետև ինքը չգիտի ինչպես տորթը մեծացնել, ինչպես ռեսուրսները շատացնել։